Տիկին Կրպեյան, հասարակության մեջ կա կարծիք, որ այս կառավարությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տառապում է անպատժելիության սինդրոմով եւ սա դրա վառ դրսեւորումներից մեկն է, դուք ինչ եք կարծում այս առումով։ Միանշանակ այդպես է, մենք 7 տարի է արդեն առերեսվում ենք անպատժելիության քաղաքականության հետ, որը վարում են այս օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները։ Ես քիչ առաջ էլ զրույցի ընթացքում նշեցի, որ սա միայն Սոնա Մնացականյանի եւ իր չծնված բալիկի իրավունքների պաշտպանության ուղղված միտված գործողություն չէ։ Սա մեր բոլորի հավաքական եւ անհատական իրավունքների պաշտպանության ուղղված եւս մեկ դրսեւորում է։ Մենք այստեղ այսօր հավաքվել ենք հիշատակի փոքրիկ էս միջոցառումը կազմակերպելով, միևնույն ժամանակ հասկանալով, որ այս դեպքը ուղղակի այդ ամփոփումն է բոլոր ապօրինությունների, շարունակական ապօրինությունների, հանցագործությունների, որոնցից շատերը կոծկվել են, շատերի մասին մենք անգամ չենք լսել, նոր ենք այդ տեղեկատվությունը ստանում կամ շատերը անգամ այդ հնարավորությունը չեն ունեցել եւ կամ տարբեր հանգամանքներով պայմանավորված վախի, ահաբեկման, այլ մտահոգություններով պայմանավորված հնարավորությունը չեն ունեցել իրենց նկատմամբ տեղի ունեցած անարդարությունների մասին բարձրաձայնելու եւ այս օրը ես ուզում եմ, որ մենք բոլորս ընկալենք որպես իրապես բոլորիս անձնական եւ խմբային իրավունքների պաշտպանության օր եւ հետ այսուել ամեն հիշատակի օր Սոնա Մնացականյանի եւ իր բալիկի հիշատակը հարգելով եւ մեր պատրաստակամությունն ու վճռականությունը հայտնելով եւս մեկ անգամ վճռականորեն իլուր բոլորի ներսում թե դրսում հայտարարենք, որ մենք չենք հանձնվում եւ շարունակելու ենք այդ պայքարը հանուն մեր բոլորի անհատական եւ հավաքական իրավունքների։